նկատի ունեմ, այդ մեր պրոֆիլի մեջ մտնում է։ Պարոն Սիմոնյան, նախ պիտի էլի անդրադառնանք պարգևավճարների հարցին, որովհետև այդ հարցը այնքան ցավոտ հարց է, այնքան հակասության մեջ է ձեր իշխանության նախկին խոսքը միայն ձեր նկատի ունեմ խորհրդարանի ստացած падգամավորների ստացած պարգևավճարների մասին չի, խոսքը նաև գործադիր իշխանության պարգևավճարների մասին է։ Տեսեք, իմ էքսկլյուզիվը փչացնում եք երեխաներ։ Հա, պարոն Սիմոնյան, տեսեք, խորհրդարանական կառավարման երկրում ենք, падգամավորները ինչպես իմացանք 3 միլիոնական պարգևավճարներ են ստացել, բայց կառավարությունում 6-7 միլիոն պարգևավճար են ստացել։ Նախ այս հակասությունը ոնց եք մեկնաբանում, չկա խանդ, նախանձ, որ խորհրդարանական կառավարման երկրում կառավարության անդամներն են այդքան միլիոններ իրեն ստանում։ Ես միայն լրագրողներին եմ նախանձում, մեկ-մեկ, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ով ինչքան աշխատավարձ է ստանում, բայց իրենք չորրորդ իշխանության ներկայացուցիչներն են, այդ առումով մենակ լրագրողներին եմ նախանձում, եթե ճակերտավոր պարզ է, ինչ վերաբերում է մնացածի, ես այդ հարցին պատասխանել եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը որ տրվում է համարեք կես-կես։ Պարոն Սիմոնյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը падգամավոր ժամանակ օպերատորների ջան խնդրեմ կամացել։ Падգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես հոխորտում էր, ձայնի տոնը բարձրացած, ասում էր մեր բաները, թոշակառուները, մեր մարդիկ աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարիք տվեք թոշակառուներին այդ թոշակը, հիմա ձեր կառավարությունը, նույն կառավարության նիստում վարչապետը ասում է դե ազգային ժողովում էլ ամբիոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա կենսա թոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջեռուցման փողեր տալու 35,000-ը տալու էլի չի տաքանալու։ Այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք հələ փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, նիսյաների ցուցակները տանեն բանան։ Ահա, դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ դուք ուրիշ բան եք պահանջում, հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցիր։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրս աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ եւ կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, մի լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Անես տպավորությունն է դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում մի անգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբար, բան, ինչ ասեց, ազատության
Կարլենա։ Իսկ դուք գիտեք ազատությունում ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում, ես կրկնում եմ Պարոն Սիմոնյան, հանրային միջոցների մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում, ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է, բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք, դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է, ֆիքսեք, աշխատավարձը այդքան է, ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լավ, լրագրողների մասին էլ կանդրադառնանք, լիքը այստեղ խնդրահարույց Հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան կներեք, ավարտեմ հարցը։ Այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք է մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը, դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Այդ դեպքում Նազելի Բաղդասարյանն ասել էր որպես Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Ասեք, ինչի համար պիտի պարգևատրի ձեզ բյուջեի հաշվին։ Չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Ասեք, աշխատավարձը Չէ, ֆիքսվել մի է։ րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, մինչև օրենսդրորեն դա կձևակերպենք։ Այդքան բան։ Խորհրդարանական կառավարման երկիր ենք, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար ենք ստանում, եթե համարում են, որ խաղաղություն են բերել եւ դրա համար ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է, բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ է։ Խաղաղության համար պարգևատրվում եք, ուրեմն կորուստների համար էլ պիտի ձեր գրպանից վճարեք պետբյուջե։ Մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե Արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է, այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44-օրյա պատերազմի համար, այս ի՞նչ տրամաբան, այս ի՞նչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել, հարցը առաջ։ Չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի սենց միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց նվիրյալների իշխանությունը համարում է դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ի 10-րդ անգամ արժի, վերջ։ Դուք որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լիներ, եւ մեր համար շատ ավելի հեշտ էր
տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաև վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարցեր։ Հիմա այդ նույնը բարոյական հարթության մեջ էլի, պարոն Սիմոնյան, եթե կարելի է Արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Պարոն Սիմոնյան, Ուտենց, որ կարծում ճիշտ չէ։ երբ որ մենք հիմա դուրս գանք փողոց, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, անհաց, առանց ավանդական տոլմաների, առանց խոզի բդի եւ առանց լիքը ճոխությունների։ Լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Խոստումները չեք կատարել։ Ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասածին համապատասխան, ոչ աղքատության կրճատումը, ոչ մի բան։ Արգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորենք տենց։ Ես մի հարց էլի, դուք ես ճիշտ Ում ես հասկացա։ ընտրում, որ միշտ է տենց ես Ռոբերտ Քոչարյանին։ Անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև ձեզ եմ լուսաբանում։ Վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս դու պետք է ընտրությունների մասնակցես։ Այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի կամ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք պարզաբանեք։ Էլ այդ հարցին չենք վերաբերում։ Չէ, էլ չենք, արդեն 10 անգամ նույն բան ասեց, չէ, այլ հարցեր կան։ Հա, կա։ Որ ասում եք պետական ապարատից կհենեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես այդպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտով